Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշ ունեցողն է Հայաստանում։ Այդ մասին է վկայում Gallup International միջազգային սոցիոլոգիական ընկերության ամենամյա հարցման արդյունքները։ Պուտինի մասին դրական կարծիք է հայտնել Հայաստանում հարցման մասնակիցների 79%-ը, դա ավելին է, քան աշխարհի որևէ այլ երկրում, նույնիսկ Ռուսաստանում, որտեղ նրան դրական է վերաբերվում հարցվածների 72%-ը։ Նմանատիպ ցուցանիշներ են արձանագրվել նաև Վիետնամում 76%, Մոնղոլիայում 73%։ Ռուսաստանի Դաշնությունը հայտնվել է 4-րդ հորիզոնականում Սերբիայի և Բանգլադեշի հետ միասին դրական արձագանքների 72%-ով։ Ընդ որում Հայաստանը հայտնվել է ԱՄՆ նախագահ Օբամային բացասաբար վերաբերվողների առաջին շարքերում, հարցման մասնակիցների 43%։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Պակիստանին, Պաղեստինին և Ռուսաստանին, որտեղ Օբամային չի սիրում համապատասխանաբար հարցվածների 45, 68 և 83%-ը։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով հարցման արդյունքները մեծ զարմանք չեն հարուցում, և այստեղ կա երկու կարևոր պատճառ։ Հայաստանում տիրում է այն, ինչ հոգեբանության, հոգեբուժության մեջ կոչվում է Ստոկհոլմյան սինդրոմ, այսինքն պատանդի տարօրինակ, երբեմն անհեթեթ աբսուրդային վերաբերմունքը իրեն առևանգած եւ կամ իրեն զավթած ուժի նկատմամբ։ Հայտնի է հոգեբաններին, որ որոշ ժամանակ անց պատանդը, զոհը սկսում է իրեն արդարացնելու, իր ինքնարժեքը բարձրացնելու համար արդարացնել հանցագործին։ Հայերն ըստ Խզմալյանի ունեն շատ բարձր հարմարվողական բնազդ և հարցման արդյունքները մասամբ հենց դա են վկայում։ Մյուս կողմից էլ կինոռեժիսորը հորդորում է այս հարցման արդյունքներից մեծ ողբերգություն չսարքել։ Որքան ինձ հայտնի է, սոցիոլոգիական հարցումների մեծ մասը անցկացվում հեռախոսներով, այն էլ տնային հեռախոսներով, իսկ մենք շատ լավ գիտենք, օրինակ դուք որպես աշխատող մարդ կամ ես թեև գործազուրկ մարդ, այնուամենայնիվ մենք քիչ ենք օգտվում տնային հեռախոսներից հիմա, որովհետև բոլորս վազքի մեջ ենք։ Այո, եւ քանի որ տնային հեռախոսները հիմնականում մնում են տարեց մարդկանց, զարմանալի չէ, որ այդքան բարձր տոկոսը ապահովված է հենց նրանց ձայների հաշվին, այո։ Եվ այստեղ կա իհարկե մի խորամանկություն, որը մենք ստապ մտածելով պետք է իհարկե նկատի առնենք։ Դա չի արդարացնում մեզ, որովհետև չտեսնել, չհասկանալ ինչ է կատարում աշխարհում, դա մեծ հիմարություն է։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով, բացի այն, որ հարցման արդյունքներն այդքան էլ արժանահավատ չեն թվում, պետք էր քննարկել նաև հարցի մյուս կողմը։ Արդյոք Ռուսաստանի նախագահը սիրում է Հայաստանին ու հայերին։ Տատիկը շտապել է, հարկորը նախ փեսացուի սիրո մասին ինչ-որ բան իմանալ, արդյոք Ռուսաստանի նախագահը սիրում է հայ ժողովրդին, այդտեղից պետք է սկսեինք։ Դա ավելի ճիշտ կլիներ, որովհետև սրանից 100 տարի առաջ, ուղիղ 100 տարի առաջ, մենք Ռոմանովներին նույնպես սիրում էինք, Նիկոլայ II-ն էլ էր սիրված, բայց պարզվեց, որ ինքը մեզ չի սիրում։ Այո, անպատասխան սեր ստացվեց ու շատ տխուր, ողբերգական ավարտ ունեցավ այդ սերը։ Արշակյանն ընդգծում է, Ռուսաստանը հիմա հակաթուրքական քաղաքականություն է վարում, դրա մեջ անձամբ մեծ դեր է տանում Պուտինը, եւ հայերն էլ գուցե շարժվում են թշնամուց թշնամին, իմ բարեկամն է սկզբունքով։ Եթե քնահարամ արջը գզում է գայլին, գորշ գայլին, դա չի նշանակում, թե արջը մեր բարեկամն է։ Մենք պետք է զգուշ լինենք, խոհեմ, և մեր սերը հենց այնպես ամենտեղ չհայտարարենք, դա թող մնա գաղտնի, եթե սիրում ենք նույնիսկ, դրա կարիք չկա։ Այնպես որ ես Գելափին չեմ հավատում մեկ, դա պատվեր է, երկրորդը, եթե այդպես է, էլի վտանգավոր է, պետք չի, մեզ պետք չի այդ սերը։ Ընդհանրապես ինչ կարիք կա ուրիշ երկրի նախագահին սիրել այդքան մեծ, հավանել, նայիր երկրում այդքան սիրված չէ, մեր ժողովուրդը ես չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց ես կարծում եմ, որ Գելափին մենք խաբել ենք, մենք մեր նախագահին չենք սիրում, ուրիշի նախագահին ոնց կսիրենք։ Տիգրան Խզմալյանն էլ հավելում է.
Սովետական միությունը մի համակարգ էր, որտեղ մարդը զրկված էր պատասխանատվությունից շատ բաների համար։ Ահա ինչու մարդիկ մինչև հիմա հիշում են քնքշանքով այդ ժամանակը, որովհետև գիտեք, տղամարդիկ բանակից դուրս գալուց անիծում են այդ 2 տարիներ, իսկ հետո հիշում են մեղմ եւ քնքշանքով, որովհետեւ իրենք հիշում են միայն լավը, հիշում են, որ ոչ մի բանի համար չէին պատասխանատու, որ իրենց մեկ-մեկ կրակել էին թույլ տալի եւ կերակրում էին։ Եվ դա շատ մեծ առավելություն։ Այս սովետական միությունը մի այսպիսի մեծ բանակ էր, որտեղ մեզ մի քիչ կերակրում էին, մի քիչ զվարճացնում էին եւ մեզնից ոչինչ կախված չէր։ Երիտասարդները ապրում են այլ աշխարհում, որտեղ ամեն ինչի համար պատասխանատու են իրանք։ Ուստի մեր երիտասարդության մեջ սովետական միությունը երբեք չի վերականգնվի։ Դա ինձ թույլ, բայց նաեւ ամուր հույս է տալիս։ Մարիամ Գրիգորյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։